Բարև ձեզ, այսօր խոսելու ենք Մայրաքաղաքի ասֆալտապատման աշխատանքների ընթացքի մասին, զրուցելու ենք քաղաքապետարանի աշխատակազմի շինարարության եւ բարեկարգման վարչության պետի պաշտոնակատար Անդրանիկ Թևոսյանի հետ, շնորհակալություն հրավերը ընդունելու համար։ Մայրաքաղաքի որոշ թաղամասերում լայնամասշտաբ աշխատանքներ են ընթանում, ասֆալտապատման աշխատանքներ են ընթանում եւ մարդիկ դժգոհում են, որ ասֆալտապատումը սկսվել է աշնանը եւ ոչ թե իրականացվել է ամռանը, որովհետև աշունը քմահաճ է, եղանակը քմահաճ է եւ խոնավությունը շատ է եւ արած աշխատանքը շատ արագ կարող է ջուրը գնալ, այսպես ասած։ Ինչու հիմա։ Ես այն կոմպոնենտի հետ, որ ասում եք կատարված աշխատանքը կարող է ջուրը գնալ, թույլ տվեք չհամաձայնվեմ։ Կուզենամ սկսել նրանից, որ պլանավորման աշխատանքներ գոյություն ունեն այդ միջին նորոգում ասֆալտի մասով, որը որ դուք նշում եք փողոցի այդ առաջի ասֆալտ-բետոնյա ծածկը 5 սանտիմետրով հեռացվում է եւ այնուհետեւ տեղադրվում է նորը։ Գոյություն ունեն պլանավորման աշխատանքներ, այսինքն կատարվում է նախագիծ, կատարվում են թերությունների ակտի կազմում, այսինքն թերություններ են կիրառվում եւ այդ process-ը իրենից որոշակի նախապատրաստական աշխատանք է պարունակում։ Գոյություն ունեն նաև քաղաքապետարանի ներքին որոշ ընթացակարգեր, որով պետք է ապահովես, որպեսզի կարողանաս շինարարությունը սկսել։ Օրինակ գոյություն ունի նախագծման մրցույթ, գոյություն ունի շինարարության մրցույթ, եւ դրա հետ մեկտեղ գոյություն ունի նաև տեղեսկիչի մրցույթ։ Օրինակ կարող է տեղեսկիչի մրցույթը չկայանալ, հետեւաբար շինարարությունը կարող է որոշակի ժամանակով հետաձգվել։ Այն կրկնում եմ, այն կոմպոնենտի հետ, որ աշխատանքները կարող են վաղը չմսոր ինչ-որ խոնավության եւ այլ պատճառներով լավը չլինել, բացառում եմ, որովհետեւ կա տեղսկում եւ նաեւ կա մեր վարչության կողմից ինժեներ, որը պատասխանատու է տվյալ աշխատանքների որակի համար եւ գոյություն ունի նաեւ երաշխիք, այսինքն եթե մենք կատարում ենք ասֆալտ-բետոնյա ծածկի հեռացման եւ նորի տեղադրման աշխատանքները եւ 1 ամիս, 2 ամիս հետո որոշակի խնդիր է առաջանում, դա չի նշանակում, որ դա մնում է քաղաքի եւ քաղաքային բյուջեի վրա, այսինքն շինարարը, որ կատարել է աշխատանքները 1 տարի պարտավոր է սպասարկել այդ աշխատանքը։ Տեսեք, դժգոհության մյուս կողմը մարդիկ ասում են, որ առանց այդ էլ ծանրաբեռնված Երևանի երթևեկը ավելի է ծանրաբեռնվում։ Դրա համար ինչու աշտանը, որովհետև աշտանը բոլորը աշխատանքի են, դպրոցները աշխատում են, ուս հաստատությունները աշխատում են, ամռանը երբ բոլորը արձակուրդում էին, չգիտես ինչու այդ աշխատանքները չեղան, չիրականացվեցին, բայց աշտանը երբ ծանրաբեռնվեց քաղաքի փողոցները, սկսեցիք ասֆալտապատում իրականացնել։ Ամառն էլ է կատարվել ասֆալտ-բետոնյա ծածկի փոխարինման աշխատանքներ, այո, այդտեղ կոմպոնենտ կա, որտեղ դուք ճիշտ եք, որտեղ ասում եք, որ ծավալը ավելացել է, բայց ինչպես նշեցի, դա պայմանավորված է որոշակի այլ կոմպոնենտներով, դա այնպես չի, որ մենք որոշեցինք սեպտեմբերին անել եւ ժողովրդի համար ստեղծել որոշակի խնդիրներ։ Կա նաև մյուս կողմը, որ ասում են դա խցանումներ է առաջացնում կամ խնդիրներ է առաջանում։ Այո, ճիշտ եք, բայց պետք է նաև հաշվի առնել, որ մենք միայն աշխատանքները կատարում ենք երեկոյան եւ գիշերվա ժամերին, այսինքն աշխատանքները ցերեկվա ժամերին ոչ փոսալցման, ոչ ճակալցման եւ ոչ միջին նորոգման աշխատանքներ երբևիցե առավոտով, ցերեկով չեն կատարվում։ Դե բայց եթե քանդվել է ասֆալտը, ուրեմն որոշակիորեն դանդաղում է երթևեկությունը, համաձայն եմ։ Բայց պարտավոր ենք այդ աշխատանքները կատարել, որովհետև ասֆալտ-բետոնյա ծածկի գնահատում է տեղի ունենում եւ այդ ասֆալտ-բետոնյա ծածկի մաշվածությունը մեզի թույլ չի տա կամ մի քանի անգամ ավելի կբարթացնի մյուս տարի այդ փողոցը սպասարկելը։ Կարող եք ասել հիմա որ թաղամասերում է լայնամասշտաբ աշխատանքներ իրականացնել։ Ներկայումս արդեն իսկ ավարտել ենք եւ սկսել ենք ամառվա վերջից Վաղարշյան փողոցը ավարտել ենք ամբողջությամբ, կատարվել է Նիշերի ուղում, Դիտահորերի ուղում եւ փողոցի ամբողջական ասֆալտ-բետոնյա ծածկի նոր ծածկ է փռվել։ Քոչար փողոցում նույնպես, Հրաչյա Քոչար փողոցում ներկայումս աշխատանք շարունակվում է, այո։ Քոչարում ավարտել ենք արդեն։ Ավարտել եք։ Այո, Հրաչյա Քոչարում ավարտել ենք եւ ներկայումս շարունակվում է Գյուլբենկյան փողոցում, ներքևի հատվածում։ Աշխատանքները նույնպես շարունակվում են Գայի պողոտայում եւ մի կողմը իջնող թևը արդեն իսկ ավարտել ենք եւ նաեւ էջքերը, որոնք միացնում են Միասնիկյան պողոտային, դա նույնպես ավարտել ենք եւ արդեն բարձրանում ենք դեպի վերև։ Այս շաբաթ արդեն իսկ կսկսենք Էրեբունի փողոցում եւ պլանավորում ենք նաեւ 1.5 ամսվա ընթացքում հասցնել Տիգրան Դավիթաշեն թաղամասի Տիգրան Պետրոսյան փողոցը եւ Անդրանիկ փողոցը։ Տեսեք, 2 ամսից ձմեռ է։ Ինչպես հայտնի է ձյունը, ցուրտը եւ աղը հատկապես որ լցվում է փողոցներում, ասֆալտը քայքայելու է։ Հուշում է ամեն դեպքում տրամաբանություն եւ ֆիզիկայի օրենքը, որ այդպես է լինելու։
Չեք վախենում, որ փչացնելու է այս ձեր ծավալուն աշխատանքը։ Ոչ, չեմ վախենում, որ այս ծավալուն աշխատանքը կփչացնի, ինչու քայքայման եւ փոսի առաջացման խնդիրը որտեղից է գալիս։ Գալիս է հիմնականում ասֆալտ-բետոնյա ծածկի մաշվածությունից եւ ճաքերից։ Այսինքն ինչ է տեղի ունենում։ Ձույն ձեր նշած աղը կամ անձրևը կամ ձյունը, երբ որ ճաքեր են առաջանում փողոցի վրա, մտնում է ճաքի մեջ, այնուհետեւ լայնանալով ստեղծում է փոս։ Եվ այնուհետեւ ասֆալտ-բետոնյա ծածկը մեքենաների երթևեկությունից, ինտենսիվ կամ այլ պարագաներից ելնելով մաշվածությունը շատանում է եւ առաջանում է փոսերը։ Մենք նաև ունենք փոսալցման ծրագիր, որը ամբողջ տարվա համար է։ Այս տարվա համար նախատեսել ենք 200,000 քառակուսի մետր փոսալցման ծրագիր, որը սպասարկում ենք այդ հատվածը։ Իսկ այս փողոցները միջին նորոգման ծրագրի շրջանակում մինչև +5 աշճան իրավունք ունենք կատարելու։ Քաղաքապետը, եթե չեմ սխալվում եւ հիշողությունս չի դավաճանում, հայտարարել էր, որ բազմիցս է հայտարարել, ավելի ճիշտ, որ փոսալցումը պետք է ավարտվի մեկ շաբաթյա ժամկետում։ Ժամկետը թերացողներն էլ տուգանվելու են։ Հիմա ըստ էության փոսալցումը մեկ շաբաթից ավել է տևում։ Ոչ։ Չէ, ինձ թվում է այդտեղ մի թյուրըմբռնման կարծիք կա քաղաքապետի։ Այո, նայեք, երբ որ փոսը առաջանում է, մենք նույնիսկ չենք թողում մեկ շաբաթ մնա։ Եթե իհարկե ինչ-որ արհեստական խնդիրներ չեն ստեղծվում, ասենք, չգիտեմ, խողովակ չի պայթում կամ եւ այլն, արտարոց դեպք տեղի չի ունենում։ Ինչ նկատի ենք ունեցել, որ երբ որ փոսը բացվում է, երբ որ փոսը կտրվում է, որ փոս լինում է, ինքը ուղղակի չի փակվում, այսինքն կտրվում է որոշակի հատվածով, փորձում ենք նաև ներառել ճաքային հատվածը, որը հիմնականում կտեսնեք փոսերի կողքը, կտրվում է ամբողջությամբ եւ այնուհետեւ ասֆալտապատվում է 5 սանտիմետր կրկին ասֆալտ-բետոնյա ծածկույթով։ Դա այն նկատի ունենք, այսինքն փոսը բացվեց, մենք 2 աշխատանքային օրվա ընթացքում փոսը փակում ենք։ Եթե քաղաքում դուք կնկատեք մի տեղ, որտեղ մենք փոսալցման աշխատանքներ ենք կատարում եւ 2 օրից ավել է տևում, խնդրում եմ ահազանգել, որովհետեւ դա մեր վրա պարտականություն է դրված։ Եվ նույնիսկ մրցույթի մեջ գրված ընթացակարգ է։ Հիմնական փողոցները պետք է փակել 1-2 աշխատանքային օրում, երկրորդական փողոցները 2-3 աշխատանքային օրում։ Այսինքն մենք նույնիսկ չենք թողում, որ մեկ շաբաթյա ժամանակ անցնի։ Դա արդեն մի քանի անգամ քչացրել ենք։ Իսկ փոսալցման աշխատանքները դա ամբողջ տարվա համար է, որովհետեւ ամենայն անկեղծությամբ դուք էլ գիտեք ինչ ասես կարող է պատահել փողոցում եւ տուգանվողներ չեն եղել ամեն դեպքում ինչի համար փոսը արագ ժամկետներում սերմ ժամկետներում չլցնելու համար այս տարի ոչ կապալառու կազմակերպությունը մեր վարչությունն է հսկում տվյալ աշխատանքները եւ ես ըստ եմ եթե արտարոց խնդիր չի ունեցել այսինքն եղել է փոսալցման փորձել ենք կտրենք բարձվել է տակը խողովակ կա վնասված եւ մնացել է մինչեւ խողովակի խնդրի վերացումը դա այլ հարց է բայց եթե փոսալցման աշխատանքներ են կատարվել ես բացառում եմ որ մեկ շաբաթ այդ փոսը բացվում է շատ հաճախ ասֆալտապատումը եւ նույն տարածքում վերակառուցումը համաժամանակյա ընթացք են ստանում չգիտես ինչու կողքը շինարարություն է դուք ասֆալտապատում եք որից հետո որոշ ժամանակ անց շինարարները փողոցը ձեր ասֆալտապատումը քանդում են, ասֆալտապատումը վերանում է, փոս են փորում ջուր անցկացնելու կամ չգիտեմ ինչ որ կոմունիկացիոն ուղիներ անցկացնելու համար։ Չեք կարող համագործակցել այդ ընկերությունների հետ, որ նման դեպքերը բացառվեն։ Ասֆալտը չքանդվի, հետո անցկացնեն ջրագծերը կամ ինչ որ կոմունիկացիոն ուղիներ, հետո նորից ստիպված լինեն էլի ասֆալտապատը տարածքը։ Այդպես անվերջ շարունակվում է ասֆալտապատումը տվյալ փողոցի։ Այո, ճիշտ է, այդպես անվերջ շարունակվում է եւ այդպես անվերջ շարունակվելու է ցավոք։ Դա մեր ամենացավոտ խնդիրներից մեկն է։ Երբ որ դուք ասում եք չեք կարող համագործակցել, ես վստահեցնում եմ, որ բոլոր կառույցներին ուղարկվում է գրություն։ Մենք այս տարի պլանավորում ենք այս փողոցների միջին նորոգման աշխատանքներ։ Եվ ժամկետներն եք նշում։ Ժամկետները եւ փողոցները։ Եվ եթե գալիս է, օրինակ, մենք այս տարի պլանավորել ենք Թբիլիսյան փողոցի ամբողջական միջին նորոգման աշխատանքներ եւ չարեցինք։ Ինչու՞։ Որովհետեւ պատասխան ստացանք, որ այդտեղ մի քանի թույլտվություն կատարված, որ այդտեղ խրամուղիներ են, մեծ խրամուղիներ են հորիզոնալ, այսինքն լայնակի հատումներ է լինելու եւ հետեւաբար մենք այդ փողոցում կատարեցինք մեծ ծավալի փոսալցման աշխատանքներ, ոչ թե միջին նորոգման աշխատանքներ։ Սակայն եկեք մյուս տեսանկյունից նայենք։ Մենք դիմում ենք եւ այդտեղ ոչ մի թույլտվություն չկա, մենք բոլոր տեղերը կոմունալ վարչություն, ՀԵՑ, Վիոլիա, գազ,
բոլոր տեղերը թիմ դիմում ենք եւ զգուշացնում ենք, որ մենք այս տարվա այս շրջանակներում, այս երամսյակներում պլանավորում ենք միջին նորոգման աշխատանքներ։ Հիմա եկեք նայենք, Վաղարշյան փողոցում մեզ տվել են, որ 0 է։ Մենք հետեւաբար նախատեսել ենք Վաղարշյան փողոցի միջին նորոգման աշխատանքները։ Տեղի է ունենում որոշակի վթար, Վիոլիայի կամ Հետսի հազար ներողություն, օրինակ վթարա տեղ ունենում։ Իհարկե այդ ժողովրդի հոսանքի եւ ջրի հասանելիությունը առաջնային է։ Հետևաբար ստիպված թույլ ենք տալիս, որպեսզի այդտեղ կտրվածք անեն։ Մենք հետևում ենք նաեւ կտրվածքը, նույնիսկ այդ կտրվածքը ունի որ 1 տարի գարանտիայի ընթացք, այսինքն եթե խնդիր առաջանա, պետք է տվյալ կապալառուն նորից վերանորոգի երաշխիքի ժամանակահատված։ Կամ մի անձ դիմում է նոր հոսանքի գիծ քաշելու։ Երևանի քաղաքապետարան, այսինքն շինարարության եւ բարեկարգման վարչությունը, երբ որ տվյալ դիմումը գալիս է, մերժում է։ Ասում է ես այդտեղ կատարել եմ միջինորոգման ընթացք։ Եթե առօրյային ամենօրյա կենցաղային հարցի խնդիր չի, այսինքն մարդը հոսանք չունի, լույս չունի, մենք մերժում ենք եւ սպասում ենք մոտ 1.5-2 տարի անցնի, որպեսզի փողոցը որոշակի մաշվածությունը անցնի, այնուհետև ենք թույլ տալիս։ Այսինքն այդ process-ը կարգավորում է, ես հասկանում եմ, որ շատ հաճախ այդ խնդիրներին հանդիպում եք, մեր բոլոր քաղաքացիների հանդիպում, բայց դա այնպես չի, որ ցանկությունա միջին նորոգում անել, ասֆալտապատել այն խնդիրը ոչ թե վթարի մասին է, ասենք եթե ջրագիծ է վթարվել։ Լավ, դուք տուն եք սարքում, բնակելի տուն եք սարքել, չեք դիմել։ Մենք դիմում ենք բոլոր կառույցներին, դուք սարքել եք ձեր սեփական տունը, օրինակ։ Մենք դիմում ենք բոլոր կառույցներին, ասում ենք այստեղ ուզում ենք միջին նորոգում անենք։ Իրանք տալիս են մաքուրա։ Մենք այդտեղ ոչ մի դիմում չունենք։ Մենք միջին նորոգում ենք անում։ Դուք այնուհետև դիմում եք, ասում եք հիմա ինձ տեղ հոսանքապետ ջուր է պետք։ Դուք ասեք, որն է հաջորդ ընթացքը։ Այսինքն ստացվում է հարցը հավերժական է եւ այո, հարցը հավերժական է։ Լուծում ունի եւ տարեստարի կարգավորվում է։ Ես վստահ եմ, որ համեմատելի չի այն լուծումները, որ հիմա են տրվում մի քանի տարի առաջվա լուծումների։ Երաշխիք գոյություն ունի, այսինքն տվյալ անձնավորությունը, որ աշխատանքը կատարում է, երաշխիք է ապահովում, այսինքն նա պետք է 1 տարի կամ 3 տարի նայած փողոցի, եթե նոր է միջին նորոգված թե հին փողոց է, պետք է ապահովի, եթե խրամուղին կորանում է, այսինքն նստում է, պետք է նորից անի, դա գոյություն ունի, տուգանման սխեմա գոյություն ունի, եթե աշխատանքները լավ չի կատարում եւ չի կատարում ըստ պահանջի, Երևանի քաղաքապետարանի որոշակի կառույցների կողմից տուգանվում է, այսինքն այո, իհարկե գոյություն ունի։ Եվ ես վստահեցնում եմ ձեզ, որ շատ ավելի փոփոխություններ է կատարվել, քան եղել է նախկինում։ Վերջում եկեք խոսենք ժամկետների մասին։ Երևանցիները երբ կուրախանան, երբ կավարտվի շինարարական այդ ասֆալտապատման աշխատանքները։ Մեզ 1.5 ամիս ժամանակ տվեք։ 1.5 ամսից ավարտում եք ասֆալտապատման աշխատանքները։ Պլանավորում ենք 1.5 ամսից ավարտել ասֆալտապատման աշխատանքները մի քանի կոմպոնենտից ելնելով։ Նախ եղանակները, ինչպես նշեցիք, մենք եթե 5 աստիճանից մինուս եղավ, չենք կարող շարունակել, այսինքն տվյալ պահին կանգնում են աշխատանքները։ Այդտեղ մի կոմպոնենտ կա, որ մի քիչ մեզ անհանգստացնում է, դա անձրևային եղանակների կոմպոնենտն է, որովհետև անձրևային եղանակների ժամանակ մենք չենք կարողանում ասֆալտ-բետոնյա ծածկի փռման աշխատանքներ կատարել, բայց մնացած աշխատանքները, այսինքն ֆրեզավորման, փոշեզրկման, մաքրման, դիտավորերի բարձրացման, նիշերի ուղղման աշխատանքները կարողանում են կատարել, նենց չի որ ամբողջությամբ է կանգնում։ Այսինքն, եթե եղանակն, եթե չէ, միայն ասֆալտ-բետոնյա ծածկի փռման process-ն է, որ եղանակի պատճառով կարող է դանդաղել, բայց մենք պլանավորում ենք եւ վստահ ենք, որ 1.5 ամսվա ընթացքում կավարտենք։ Եվ եկող տարի գարնանը ասֆալտապատման աշխատանքներ պլանավորվում են, թե չէ։ Մենք կարող ենք ասել, որ այս ձեր աշխատանքներով կավարտվի ամբողջ Երևանի ասֆալտապատումը։ Իհարկե ոչ։ Ինքը կյանքի ցիկլ է, այսինքն ինքը ասֆալտ-բետոնյա ծածկը մաշվում է, ձեր նշած կոմպոներներից, թե հավելյալ կոմպոներներից, մեծ մեքենաների քանակից, ինքը ընդմիշտ մի կյանքի շրջադարձ է, որը կատարվելու է, ինքը արձան չի, որ բերել ենք եւ կարող ենք 20 տարի նայել իրան եւ որ արձաններ խնամել պետք է։ Պետք է, բայց այստեղ արձանի վրա այստեղ հավելյալ ազդակները, այսինքն հավելյալ գործոնները, որոնք որ նպաստում են ասֆալտ-բետոնյա ծածկի մաշման, շատ ավելի շատ։ Շնորհակալություն մեր հարցին պատասխանելու համար։ Մենք խոսում էինք Երևանի ասֆալտապատման աշխատանքների ընթացքի մասին, զրուցում էինք քաղաքապետարանի աշխատակազմի շինարարության եւ բարեկարգման վարչության պետի պաշտոնակատար Անդրանիկ Թևոսյանի հետ։ Ցտեսություն։